վերջին 5 տարիների ընթացքում հաշվառվածների թիվը աճել է 6.3%-ով, ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով, եւ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ ելի 6 անչափահասներ հաշվառված, ինչը կարծում եմ մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր է եւ ընդհանրապես թվերի աճել լուրջ մարտահրավեր է։ Հիվանդանոցային կարգով բուժում են ստացել մեզ մոտ այս տարիների ընթացքում 1000-ից ավելի քաղաքացիներ եւ արտահիվանդանոցային կարգով։ Կախվածությունների բուժման անազգային կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն խնդիր թմրամիջոցների գործածման կամ թմրամիջոցներից արդեն կախվածության հետ կապված, հանգիստ կարողանան դիմել մեզ, ստանալ խորհրդատվություն։ Ուզում եմ ասել, որ անհանգստանալու, մտահոգվելու կարիք չկա, երբեմն նրանք խուսափում են դիմել, մտածելով, որ հենց առաջին անգամ դիմում են, անպայման պիտի հաշվառվեն, իրենց տվյալները պիտի գրանցվեն։ Առաջին խորհրդատվությունը կարող է լինել նաև առանց որևէ տվյալների հաղորդման։ Այստեղ ամենակարևորը այն է, որ անձը ընդունի ու հասկանա բժշկի կողմից որոշվի հիվանդակին վիճակը, որից հետո արդեն հնարավոր բոլոր տարբերակները ներկայացվում են հիվանդին, նա կարող է ստանալ եւ հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բուժում։ Վիճակագրական տվյալները Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ ասել, որ իրենք միանշանակ արտացոլում են միջազգային տվյալները։ Այսինքն ՄԱԿ-ի 2025 թվականի թմրամիջոցների զեկույցը համաշխարհային ինքը որոշակի մի քանի եզրակացություններ ունի, որոնք արտացոլվում են մեր վիճակագրության մեջ։ Դա միանշանակ ամբողջ շուկայում ապօրինի շրջանառության մեջ եւ գործածող անձանց մոտ սինթետիկ թմրամիջոցների աճն է, ինչը որ արձանագրվում է նաեւ մեր գոլեգան նշեց մեր երկրում, այսինքն մեզ դիմող հիվանդների 60-ից 70%-ը ունենում են խնդիրներ կապված սինթետիկ թմրամիջոցների հետ, հատկապես մետամֆետամին, ամֆետամին, պարունակող ալֆա-պևիպի, դրանք բոլորը այդ խմբի թմրամիջոցներ են, բայց մնացած սինթետիկները եւս ամբողջ աշխարհում կա այդ միտումը, ու ցավոք սրտի մեր մոտ նույնպես սինթետիկ կանաբինոիդները նույնպես տարածված են Հայաստանում, դեռևս այդքան տարածված չեն սինթետիկ ափիոնային խմբի թմրամիջոցները, բայց Աստված մի արաստ է, հնարավոր է որ դա էլ լինի։ Ես մոտ անվճար է, չէ՞ ամբողջ գործընթացը։ Բուժումը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար իրականացվում է անվճար։ Ասեմ, որ մարտի 1-ից անվճար է իրականացում նաև մետադոնային փոխարինող բուժումը բոլորովին 630 պացիենտներ ունենք, ովքեր ստանում են մետադոնային փոխարինող բուժում, եւ այդ բուժումը անվճար է իրականացվում։ Բացի դրանից 2026 թվականին նաև մենք ունեցանք նախարարի հրամանը թմրաբանական ծառայությունների չափորոշիչը հաստատելու մասին, ինչը ծառայության բոլոր գործողությունները բժշկի մոտ առաջին այցից սկսած կանոնակարգում է բոլոր այն բժշկական կենտրոններում, որտեղ մատուցվում են այդ ծառայությունները, ինչը եւս շատ մեծ գործնական օգնություն է ադիկտոլոգներին, ովքեր հիմա նարկոլոգները հիմա կոչվում են ադիկտոլոգներ, կախվածությունների մասնագետներ, այսպես ասեմ, Թերևս այսքանը Շատ լավ, շնորհակալ եմ, դեռ կշարունակենք, խնդրեմ Տիկին Աբովյան, անդրադառնանք ռազմավարական ծրագրի գործադրման ընթացքին, ինչ շտադրումներ կառանձնացնեք։ Շնորհակալություն, ես էլ ողջունում եմ բոլորին եւ շատ ուրախ եմ, որ ամբողջ աշխարհը կա միջազգային օր եւ նշում է այս օրը եւս մեկ անգամ հորդորելու բնակչությանը, հորդորելու ամբողջին, որ ունենք կոնկրետ մեծ մարտահրավեր առողջապահական համակարգի համար, դա թմրամիջոցների գործածումն եւ չարաշահումն է, որը ունենում է բավականին լուրջ հիմնախնդիրներ եւ ցավոք սրտի այս գործընթացում առավել շատ ներգրաված են դեռահասները եւ երիտասարդները եւ երևի թե արդեն անդրադառնամ ռազմավարական ծրագրին, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է թմրամիջոցների դեմ պայքարի մեծ ուրեմն գործընթաց
25 թվականի հունիսին հաստատվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, որը բավականին բազմակողմանի եւ բազմոլորտ համագործակցություն է իրենից ենթադրում տարբեր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ եւ այստեղ յուրաքանչյուր նախարարություն, յուրաքանչյուր կառույց իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է բազմակողմանի միջոցառումներ, ծրագիրը իրենից ենթադրում է ավելի հանրային առողջապահական տեսանկյունից գործողությունների իրականացում եւ միտված է հենց առավել շատ դեռահասների եւ երիտասարդների շրջանում այս թմրամիջոցների գործածման կանխարգելմանը։ Այսինքն ավելի շատ իրազեկմանն եք շեշտադրում կարտոն դպրոցներում աշխատանք պիտի տարվի ոնց եք նախատեսում։ Այո, իրականում նախ ասեմ, որ ազգային մակարդակում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, կա խորհրդի նիստ, որտեղ ներգրաված են տարբեր նախարարություններ եւ նախարարությունները համախմբված իրականացնում են թե իրազեկման, թե ուսուցման աշխատանքներ։ Բացի իրազեկման աշխատանքներից իրավապահների ներկայությունը ուսումնական հաստատություններում, այդ միջգերատեսչական հանձնաժողովում քննարկում եք դրա անհրաժեշտությունը կա, պարբերաբար երբ որ կոնկրետ դեպք է գրանցվում դպրոցներում, կրկին այդ հարցը բարձրացնում է, որ իրավապահներն ավելի շատ լինեն դպրոցներում, ավելի շատ դեռահասների հետ աշխատանք տանեն, նման անհրաժեշտություն տեսնում եք։ Ուրեմն ինչպես նշեց գործընկերս, գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ այդ համագործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է, հատկապես երբ խոսքը վերաբերում է անչափահասների շրջանում թմրամոլության կանխարգելմանը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմանը, այստեղ իհարկե մենք համագործակցում ենք եւ առողջապահության նախարարության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործընկերների հետ, որովհետեւ անչափահասների հետ տարվող աշխատանքը ունի իր առանձնահատկությունները, յուրահատկությունները եւ այստեղ միայն ոստիկանական մեթոդները բավարար չեն, անհրաժեշտ են մանկավարժական բնագավառի գիտելիքներ եւ հմտություններ, սոցիոլոգիայի հոգեբանության բնագավառի հմտություններ, պրոֆեսիոնալ մոտեցում, անհրաժեշտ նրբանկատ մոտեցում ցուցաբերելու եւ հակառակ էֆեկտ չստանալու համար։ Այդ առումով մենք գործում ենք իրար փոխներացնելով եւ այո բավական ակտիվ աշխատում ենք իհարկե անչափահասների հետ առաջին շփումը հենց ավելի շատ կարծես թողնում ենք նեղ մասնագետներին եւ մենք նաեւ շեշտադրում ենք անում ծնողների, մանկավարժների հետ աշխատանքի վրա եւ այս առումով նույնպես բավական ինտենսիվ աշխատանքներ տանում ենք, որովհետեւ շատ կարեւոր է որ ծնողները նույնպես ունենան բավարար գիտելիքներ, կարողանան ճիշտ գնահատել երեխայի վարքագիծը, նկատել երեխայի վարքագծի շեղումները եւ նաեւ բավարար գիտելիքներ ունենան առաջին ռեակցիան եւ ճիշտ ռեակցիան տալու այս ուղղությամբ իհարկե ծավալուն աշխատանքներ տարվում են եւ ֆոկուս խմբային քննարկումների միջոցով եւ իրազեկման արշավների միջոցով, հանդիպումների միջոցով, ինչպես նաեւ տեղեկատվական նյութերի տպագրման եւ տարածման միջոցով բավական ինտենսիվ աշխատանք տարվում է այս ուղղությամբ։